Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես ուզում եմ էկոնոմիկայի նախարարի տեսակետը հետևյալ հարցի։ Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը, երեկ նաև Արարատ Միրզոյանը ասեցին, որ խաղաղությունը արդեն փաստ է։ Արդյոք կառավարությունում բոլորը, այդ թվում էկոնոմիկայի նախարարը հասկանում է, ըմբռնում է, որ դա նշանակում է, որ այն ձևերը, աշխատանքը, միջոցները, մեթոդները, որ եղել են Հայաստանում պատերազմական փուլում, այսինքն շարունակական պատերազմական իրավիճակում այլևս չեն կարող նույն մեթոդներով, նույն ձևերով աշխատել։ Այսինքն այն ժամանակ, որ դուք նոր ասեցիք այից միջև ձեռքից բռնած տանում ենք, որ ինչ-որ մի բան ստացվի։ Հայաստանը որպես այդպիսին տնտեսություն չի ունեցել եւ հասկանալի է ինչու չի ունեցել, որևէ նորմալ ընկերություն, միջազգային հեղինակություն ընկերություն Հայաստան չէր գա ներդրումներ անելու։ Հիմա կառավարությունը ինչ պլաններ, ծրագրեր ունի արմատապես, այդ թվում էկոնոմիկայի նախարարությունը արմատապես իր գործելավոճը փոխել, վերածելու խաղաղության շրջանի նախարարության։ Ինչ պլաններ ունենք մեր որևէ մեկին չեմ նեղացնում, որտեղ դա փաստ է, մեր փուչիկ տնտեսությունը դարձնենք իրական տնտեսություն եւ դառնանք գործոն գոնե տարածաշրջանում, հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում։ Այս մասին հասցրել եք մտածել, թե ամենօրյա գործերի ծանրաբեռնվածությունը խանգարում է այդ մասին մտածել։ Շնորհակալ եմ, պարոն Ազարյան։ Որոշ գնահատականների հետ այնուամենայնիվ թույլ տվեք չհամաձայնվել, մասնավորապես ես մեր տնտեսությանը ձեր տված գնահատականի հետ համաձայն չեմ ու համաձայն չեմ շատ պարզ պատճառով։ Տեսեք, մենք վերջին 5 տարվա ընթացքում մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքը մոտավորապես կրկնապատկել ենք, մի քիչ ավել, մի քիչ պակաս, հա, թե 7 տարի առաջ $4000-ից մի քիչ ավել էր, հիմա արդեն 8600-ի շրջակայքում է, հա։ Ընդ որում Համաշխարհային բանկի տվյալն է, ես օրեր առաջ հրապարակի 8501, ճշտված տվյալը ավելի բարձր է, 8557-ը թե 67-ը, բայց ես հատուկ 8501-ով էի նշել, որ հետո մանիպուլյացիաների առիթ դա չտար։ Տեսեք, եւ սա տպավորիչ աճ է եւ երեք ֆինանսների նախարարը ասում էր աշխարհի շատ երկրներ կերազեն մեր չափ պարտք ունենան կամ մեր չափի հարաբերակցությամբ ուրեմն պարտք ունենան, ես ասեմ նաև որ աշխարհի շատ երկրներ կերազեն $8600 կամ այս տարի արդյունքներով ես կարծում եմ մենք $9000 սահմանը կանցնենք մեկ շնչի հաշվող ուրեմն հնայի per capita-ով այդքան համախառն ներքին արդյունք ունենան, ել չասած որ օրինակ նաև որակական առումով մեր երկիրը էական առաջընթաց ունի։ Օրինակ ջինի գործակիցը, եթե նայում ենք, Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր հարևանների մեջ ամենացածր ջինի գործակիցն է։ Ջինի գործակիցը ինչքան ցածր, այնքան լավ։ Այդ նշանակում է ինչքան ցածր է գործակիցը, այնքան եկամուտներ էր, ստեղծված արդյունքը ավելի հավասարաչափ է բաշխվում մարդկանց միջև։ Մեր տնտեսության որակի մասին է խոսում նաև աշխատատեղերի քանակը։ 805,000 աշխատատեղ ունենք։ Հիմա հետ գնանք Հանրապետության վարչապետի զեկույցները, ամեն բյուջետային քննարկման ժամանակ ինքը խոսում է ռեկորդի մասին։ Ասենք 750, հետո 720, չգիտեմ, հա 700, հա, այսինքն մենք ամեն տարի աշխատատեղեր ենք, նոր աշխատատեղեր է ստեղծվում, Global Innovation Index-ում 59-րդն ենք, որը շատ էլի բավականին բարձր ցուցանիշ է եւ ցույց է տալիս իրականում մտավոր գիտելիքային տնտեսության, մտավոր կապիտալի, այդ կապիտալի զարգացման վրա ուղղված ենթակառուցվածքների զարգացման վրա ուղղող պետության ջանքերի արտացոլումը
Բայց մյուս մասերով ես բնականաբար համաձայն եմ ամբողջովին ձեր հետ, որովհետև պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում գտնվող երկիրը եւ խաղաղության միջավայրում երկիրը դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են եւ այստեղ նախ պետքա բոլորս սովորենք այդ միջավայրում ապրել, որովհետեւ մենք չգիտենք դա ինչ բան է, անկախության ընթացքում մենք երբևէ Հայաստանի, այսինքն մենք այդպիսի միջավայրում չենք ապրել եւ այստեղ ոչ միայն նախարարությունը, այլ նաեւ գործարար համայնքը, մարդիկ, պետական կառավարման մարմինները բոլորս պետք է սովորենք այստեղ ապրել եւ ես նույնպես համարում եմ, որ մենք նույնպես համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ մեր համար այստեղ նաև թիրախներ ենք որոշել այդ դրան համարժեք, որ օրինակ Fortune 500 այդպիսի ցանկ կա համաշխարհային բրենդների, խոշոր բրենդների եւ այդ ցանկից օրինակ այդ ցանկի կազմակերպությունների հետ աշխատանք եւ նրանց բերելը։ Օրինակ մինչեւ խաղաղության process-ը մենք բազմաթիվ ընկերությունների հետ փորձեր կատարել ենք, ուրեմն շփում անգամ հաստատելու արձագանք չի եղել։ Արձագանք անգամ չի եղել, որովհետև ասել են մենք չեն գալիս մի միջավայր, որտեղ օրինակ ամեն օր զինվորների մահվան, պատերազմի, կրակոցի, հարձակվելու, գրավելու, պաշտպանվելու եւ նմանատիպ բաների մասին ռեալ խոսակցություն, այսինքն ոչ միայն մամուլում եւ այլն, ռեալ իրականություն է։ Հիմա արդեն այդպես չի եւ հիմա խոսակցություններ կան կոնկրետ եւ օրինակ վերջերս ես մի համաշխարհային բրենդի ներկայացուցիչների հետ եմ հանդիպել, ըստ էության կարող եմ ասել, որ շատ շուտով օրինակ իրանք արդեն կմտնեն հայկական շուկա։ Զուգահեռ հիմա թիմերը տարբեր ներդրումային ընկերությունների հետ, եվրոպական, ամերիկյան եւ այլն աշխատում են, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ ներդրումներ ներգրավել, որովհետեւ տնտեսական աճի համար շատ կարևոր են այդ ներդրումները, այսինքն որպեսզի մենք ուզում ենք եթե հաջորդ 5 տարվա ընթացքում եւս օրինակ ունենանք միջինը 7% աճ կամ չգիտեմ, թեկուզ ավելի համեստ ասենք 6% աճ կամ 5% աճ, որը մեր պոտենցիալից էլի բարձր է։ Դրա ենթադրում է համապատասխան քանակի, այսինքն 5% աճը ենթադրում է այսքան ներդրումներ, 6%-ը, այսքան ներդրումներ, հաշվարկներ կա 7-ը, այսքան 5%-ի համար, այսքան մեր արտադրողականությունը պիտի բարձրացնենք 8-ի, չգիտեմ, 5% կամ 7%-ի համար, այսքան, սրանք շատ կարևոր է եւ ես նաեւ հիմա փորձում ենք գնահատել սահմանի բացման էֆեկտները, մեր վրա ինչպիսի էֆեկտներ կունենա եւ աշխատանքներ ենք այդ ուղղությամբ ունենք արդեն մյուս աշխատանքը ամսի 35 հրապարակվի, էլի միջազգային հեղինակավոր գիտական ամսագրում, այս անգամ գնահատել ենք, թե հայ-թուրքական սահմանի բացումը ինչպիսի տնտեսական էֆեկտներ կունենա առևտրաշրջանառության, որ ապրանքներն են, որոնք որ կարելի է ներմուծել եւ դրանք Հայաստան ներմուծվում են եւ ինքնարժեքը կիջնի, որոնք են որ հնարավոր է որ կարողանանք արտահանենք, ինչպիսի հնարավորություններ է տալիս թուրքական նավահանգիստների հասանելիությունը եւ այլն, այսինքն այսպիսի բազմաթիվ գործոններ կան, այս առումով պետք է ասեմ, որ գիտակցումը կա, աշխատանքը կա, բայց սա էլ մի process է, որ պետք է սովորենք, որտեվ շատ բաներ մեզ համար, այսինքն բաներ կա, որոնք որ սկսում ես անել ու տեսնում ես, որ մի հատ փորձագիտական բանը տվությամբ արվել է մի հատ 2012-ին ինչ-որ գրանտային ծրագրի միջոցով, մի հատ 2017-ին էս մի տեղը մի հատ փոքր հոդված է գրվել, այսինքն հենց դա է, որ անգամ գիտական կամ մասնագիտական հանրության մտքով անգամ չի անցել, որ կարա այսպիսի օր գա եւ որևէ մեկը այդ ուղղությամբ դες լուրջ խորքային աշխատանք ցավոք սրտի հաճախ արված չի։ Տնտեսության գնահատականի հարցով ես հասկանում եմ ինչու ինձ հետ չեք համաձայնվում, բայց լավ է որ այդ գիտակցումը կա, ուղղակի հիմա դուք տեսեք օրինակ եք վերում, ասում եք 4000-ից հասել ենք 8000-ի, չէ՞։ Բայց արդեն իսկ օգոստոսի 8-ից հետո այդ գնահատականները մենք պետք է այլ կերպ նայենք իրավիճակին, որովհետև 4000-ից եթե մենք կարող ենք 8000-ի հասնենք այն մի վիճակում, որտեղ մենք ամեն օր պատերազմի ենք կամ մարտական գործողության ենք սպասում,
կամ մի պրովոկացիայի, այլ բան է օգոստոսի 8-ից հետո, երբ որ փոխվել է մեր շրջապատող աշխարհը, փոխվել է Հայաստանի իրավիճակը եւ ես նկատի ունեմ, որ օրինակ դուք որպես նախարար մի 3 շաբաթ պետքա նախքին ձևով աշխատանքի չգաք, ասենք եթե ձկնորսություն եք սիրում, գնաք ձուկ բռնելու կամ քայլեք, մտածեք, թե այդ 3 շաբաթը օգտագործեք, որ նոր գաղափարներով, նոր իրավիճակում այս տնտեսությունը նոր իրավիճակի բերելու, որովհետև այն ժամանակ, երբ որ դուք կարողանում եք այս ձևով, մենք ոնց որ աշխատել ենք բոլշևիկների առաջնորդի նման եմ ասում, հին ձևերով էլ նոր իրավիճակում կառավարել արդյունավետ չի լինելու։ Ես դա նկատի ունեմ, որ արմատապես պետք է վերանայենք աշխատանքները եւ հիմա մի քիչ երկար նախաբանից հետո չեք պատրաստվում արդյոք դուք էլ նախաձեռնել, որ այս մրցույթային համակարգը արմատապես փոխվի, որովհետև այս մրցույթային համակարգերով, երբ որ շահում է, հաղթում է նա ով ցածր գին է առաջարկում, մենք չենք կարող, ոնց որ ասած, շատ մեծ դրական բաներ չենք ունենա։ Օրինակ, այս դահլիճը նորոգվեց ամիսներով առաջին օրը 3 բացվել է, բռնակը արդեն տեղից դուրս է եկել ազգային ժողովում։ Բա սենց ոնց կլինի, էլի։ Բա չենք ուզում մենք արմատապես էդ էլ փոխենք, որ լուրջ ընկերությունները կամ մասնակցեն այս բաներին, մենակ խնայելով չի, բա որակը։ Շնորհակալ եմ։ Այդ մտածելու առաջարկը լավն էր, որովհետև վերջին անգամ արձակուրդ գնացել եմ 23 թվականի հուլիսին, ինձ թվում է 2.5 տարի ժամանակը բավականին հոգնածուչ է, կարելի է համատեղել հաճելին օգտակարի հետ եւ այդ մտածել այդ հարցերի շուրջ, բայց առանց դա ենք այդ ուղղությամբ մտածում, պարոն Նազարյան, շնորհակալ եմ։ Տեսեք, ես իհարկե սա ուղիղ կապ չունի, որովհետեւ ես հասկանում եմ, այսինքն պրիմիտիվ կլինի, եթե ես ասեմ, դե տեսեք օգոստոսի 8-ից հետո մի հատ օգոստոս ենք ունեցել, տնտեսական ակտիվությունը եղել է 7.5%, սեպտեմբերին 10.5%։ Սա ակնհայտորեն պրիմիտիվ կլինի ու կլինի մանիպուլյացիա, որովհետև տնտեսության մեջ հա մի քանի բաներ կա, վարքագծային բան կա, հաշվարկներ կա, այսինքն այդ փոփոխությունները արագ տեղի չեն մնում։ Օրինակ, երբ որ ես այդ ընկերության հետ հանդիպել եմ մի ամիս առաջ, իրենք մի հատ նախնական շուկայի հետազոտություն էին արել, հիմա խորքային շուկայի հետազոտություն են անում, որի համար վարձել են այստեղ տասնյակ մարքեթինգային հետազոտությունների մասնագետներ, ամիսներով պիտի հետազոտություն անեն, սկսած մեր վարքագծից, սեռատարիքային կազմերի բաներից, եկամուտներ եւ այլն։ Դրա արդյունքում իրանք որոշումների են գալու։ Այսինքն այստեղ այդ process-ները ինքը արագ տեղի ունենալ չի կարող, այնպես չի որ որոշեցինք, որ օրինակ վերջ օգոստոսի 8-ից հետո հաստատված է խաղաղությունը, ուրեմն օգոստոսի 9-ին ասենք ենթադրենք գալիս է ամերիկացին եւ սկսում է հյուրանոցի շինարարությունը, հա, եթե անգամ դա ինքը որոշի, պիտի գա հող առնի, այդ հողի կատեգորիան պիտի փոխի, մրցույթ անի, այո, հիմա դրանք ժամանակատար գործընթացներ են, որոնց արդյունքները մենք մի քիչ ավելի երկար ժամանակ հետո ենք տեսնելու եւ կամաց ենք բնականաբար տեսնելու։ Ինչ վերաբերում է պետգնումներին, իհարկե էկոնոմիկայի նախարարությունը դրա պատասխանատուն չի, ֆինանսների նախարարությունն է, բայց այնուամենայնիվ դուք մի իրավիճակ նկարագրեցիք, երբ որ էժան գնով ստացել ենք ձեր նշած դեպքում ենթադրաբար ոչ այդքան ցանկալի արդյունք, ակնհայտ է, որ նվազագույն խնդիրն այնպեսին պետք է լինի, որ կարողանանք բնական այդ նմանատիպ արդյունք չստանայինք հանկարծ բարձր գներով, հետևաբար այդպիսի խնդիրներ կարող են լինել, ենթադրում եմ քաղաքականություն մշակողները այդ հարցի շուրջ են մտածում, որովհետև գիտեմ, որ ֆինանսների նախարարություն գնումների մասին նոր օրենք է հիմա մշակվում եւ շուտով կներկայացվի ազգային ժողովի դատին եւ
այդպիսի հարցերի պատասխաններն էլ կտան հուսով եմ, որովհետև գործընկերները բավականին երկար ժամանակ դրա վրա խորքային աշխատել են, այստեղ էլ կարողության հարց կա։ Մենք պետք է, այսինքն ինչպես այդ տեխնիկական պարամետրերը նկարագրենք, որ նկարագրենք լավագույն բռնակը, որակյալ բռնակը ու գնանք այդ լավագույն որակյալ բռնակների միջից այդ ստանդարտին համապատասխանող ամենաէժան գնովը առնենք։ Սա է հարցը, այսինքն ոչ թե պետք է գնանք առնենք ուղղակի ամենաէժան բռնակը, որը արժի 3000 դրամ, այլ մենք պետք է նկարագրենք մենք ինչպիսի բռնակ ենք ուզում, եւ այդ բռնակի կարողա դրա ամենաէժանը 10000 դրամ լինի, եւ մենք գնանք այդ 10000-անոցը առնենք։ Այսա արդեն կարողության հարց է եւ իհարկե նաեւ համապատասխան մեխանիզմների հարց է։ Հուսով եմ, որովհետեւ դա մեր նախարարության մշակելիքը չի, հուսով եմ գործընկերները այս հարցին անդրադարձ կատարել են։